Պարոն Ֆարմանյան, որքան հիշում եմ, երբ պարոն Ալեքսանյանը ելույթ էր ունենում, եւ 90-ականներից կոնկրետ իրողություն էր ներկայացնում, բավականին սրտնեղած արձագանքեցիք, որ տեսականորեն պարոն Ալեքսանյանը չէր կարող հիշել տվյալ ժամանակահատվածը։ Այս դեպքում մի ուրախություն ձեզ, դուք 80-ականների ծնունդ եք եւ Պեկի Մաքսային բլոկում մի քանի պաշտոններ եք զբաղեցրել։ Խնդրում եմ այո կամ լավ կամ վատ պատասխանով հստակ ասեք, ինչպես եք գնահատում 2000-ականներից մինչև 2018 թվականը ընկած ժամանակահատվածը Մաքսային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Տիկին Վարդանյան, ես մի շատ լավ խորհուրդ ունեմ ձեր խմբակցությանը, լավ ուսումնասիրեք ձեր նախընտրական ցուցակը, կարծեմ ձեր գործընկերները մեր նախընտրական ցուցակի մասին էին մեզ հարցնում, կարծեմ դուք ավելի դեմոկրատական ձևով եք այդ ընտրությունը կատարել, հաստատ վստահեցնում եմ ձեզ, առնվազն 1 կամ 2 հոգի կգտնեք, որոնք ավելի մանրամասն ձեզ կբացատրեն, թե ինչ է տեղի ունեցել այդ տարիներին։ Արձագանք։ Այսինքն խուսափում եք պատասխանից ու վստահ եմ, որ ձեր պատասխանը բացասական է լինելու, եթե պատասխանեիք արձագանքս ավելի լավը կլիներ, բայց քանի որ դուք խուսափում եք պատասխանից, արձագանք չունեմ, պարոն Ֆարմանյան։ Ես բացարձակ չեմ խուսափում, իհարկե եղել են բացասական երևույթներ, որը հնարավոր չի հերքել, եւ ես իմ ոճով, իմ բնավորությամբ, իմ գործելավոճով ամեն ինչին նայում եմ ուղիղ, պատասխանում եմ ուղիղ, չեմ խուսափում որևէ բանից։ Այո, եղել են բացասական երևույթներ, բայց ներողություն եմ խնդրում, բայց ձեր ցուցակը ուշադիր նայեք, կրկին անգամ կրկնում եմ, կգտնեք առնվազն մի հոգու, ով առավել մանրամասն ձեզ կբացատրի այդ տարիների հետ կապված, եւ դուք ինքներդ հակասում եք ձեզ։ Ես չգիտեմ ձեր նախընտրական ցուցակը ինչպես է կազմված, բայց ուշադիր հետևեք ձեր նախընտրական ցուցակին։ Շնորհակալություն։